Ինչպես են սովամահության եզրին հասել Արմավիրում ապրող հայրն ու որդին սոցիալական պետություն Հայաստանի Հանրապետությունում։ Իսա սովամահ միայն ոսկորներն ու կաշին ու ոսկորներն էր խայդարակ վիճակի մեջ էր։ Աղքատության հաղթարման խնդրումը դա կառավարության գլխում է ուղիղ, իրանք այդ խնդիր ունեն։ Աղքատությունը գլխում, չնայած ծայրահեղ աղքատությունը վերացնելու կառավարության խոստումներին Հայաստանում միայն պաշտոնական տվյալով մոտ 20,000 մարդ ծայրահեղ աղքատ է։ Խորհրդարանական գլխավոր ինտրիգը փոխադարձ վիրավորանքներից այն կողմ ազգային ժողովը կհասցնի օրենքով սահմանված ժամկետում քննարկել կառավարության կառուցվածքն ու ծրագիրը։ Հետագա մեր գործողություններն էլ համապատասխան պետք է լինի։ Միքայել Սրբազանին ազատ արձակելու և գործը նոր քննության ուղարկելու վերաքննիչի որոշումից 1.5 ամիս անց գլխավոր դատախազը Վճռաբեկ Բողոկ է ներկայացրել։ Գլխավոր դատախազը իր Վճռաբեկ Բողոքում գտնում է, որ ընդդատության որևէ խախտում չկա։ Օրվա հիմնական նորությունները կներկայացնի Հայլուրը, բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ, նախ Հայաստանը ցնցած տեսանյութի հետքերով է գնացել Հայլուրի նկարահանող խումբը։ Մեր տեսախցիկը ֆիքսել է այն կիսավեր շինությունը, որտեղ ասարսուռ պայմաններում ապրում են երկու տղամարդ, հայր և որդի, երկուսն էլ վատառողջ։ Մեր նկարահանման պահին այդ շինությունում ոչ ոք չի եղել, համացանցում շրջանառվող տեսանյութում երևացող գետնին պառկած տղամարդը հիվանդանոցում է, իմ գործընկերներին հայտնել են Արմավիրում։ Թաղամասում ապրողները կծկտուր տեղեկություններ ունեն, թե ովքեր են կիսանկուղային շենքում ապրող տղամարդիկ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի խոսքով ընտանիքը գտնվում է միասնական սոցիալական ծառայության ուշադրության կենտրոնում։ Բարեկեցության նախարարություն անունին հավակնող գերատեսչությունից վստահեցրել են, թե սոցաշխատողներ են այցելել տղամարդկանց։ Մանրամասները Էդգար Ղուշչյանի ռեպորտաժում։ Հիմա պայմանները չունեն։ Արմավիրում կիսակառույցի այս նկուղում հայտնաբերված սովից հյուծված հորն ու որդուն բուժօգնություն են ցուցաբերել, երբ աղմուկ է բարձրացրել ֆեյսբուքյան օգտատեր Արկադի Կիրակոսյանի ուրբաթ կեսօրին հնչեցրած ահազանգը։ Նմանատիպ բան գոյություն չունի։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 59-ամյա որդուն տեղափոխել են Արմավիրի հիվանդանոց, ապա Երևան, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն։ Նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, հայտնում է առողջապահության նախարարությունը։ Սովամահության եզրին հայտնված տղամարդու տարեցորը չեն հոսպիտալացրել։ Հանրապետությունը ցնցած տեսանյութի հերոսները Արմավիրի 108 թաղամասի կիսակառույց շենքում ապրել են գրեթե կես տարի։ Վլադը, որի ապրելու պայմանները գրեթե ոչնչով չեն տարբերվում սովից հալումար շոր և որդու պայմաններից, ասում է ինքն է սկզբից իր հարկի տակ տեղ տվել տղամարդկանց։ Ես եմ իրանց սադի միջից ձմեռվա կես բերել եմ, հասցել եմ տաքսով իմ տունը մնացել են, հիմել ասել եմ գնացեք պատվար, դուք փնթեք պահում եմ տունը։ Հարևանները, որոնք խուսափում են տեսախցիկների առջև խոսել, պատմում են, որ այս տարվա ապրիլի կեսին են նկատել իրենց փողոցում բնակություն հաստատած հորն ու որդուն։ Կողքի փողոցից մեկ-մեկ ջուր են տարել։ Ջուրս էս մի տարի փակել են, առանց ջուր եմ մնում։ Դրանքել են առանց ջուր մնում։ Որտեղից են հայրն ու որդին հասել այստեղ, որտեղ են ապրել նախկինում, ոչ մեկ չգիտի։ Տարեց տղամարդուն ու որդուն ապրելու մի անկյուն տված Վլադն ասում է, տանուլ են տվել ամեն ինչ։ Տուն չունի։ Չէ։ Ինչի։ Ծախել են, խմել են, Ռուսաստան, Էսիա, դեյա թափարել են։ Հիմա ինգել են, ստերանքել են։ Որ ծայրահեղ վատացել է իր բախտակից հոր և որդու վիճակը վերջին օրերին, գիտի Վլադը, ասում է ինչով կարողացել օգնել է։ Դες մի շաբաթ մեռած վիճակում։ Դուք ուտելիք բան չեք տարել իրենց հետ։ Իրանք էլ են տվել, ես էլ եմ տարել, ապրել ենք էլ։ Սոված մարդիկ ենք ապել։ Ընտանիքը, որդիներին ու կնոջը կորցրած այս տղամարդը հույս ունի, խոնավ ու խավար, իր բառերով գոմից իրեն մի օր կտեղափոխեն խնամքի կենտրոն։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։ Դաժան իրավիճակում հայտնված արմավիրցի հայրն ու որդին իրենց գլուխներում կարող են հաղթահարել աղքատությունը, ինչպես ակնկալում է կառավարության գլուխը։ Նիկոլ Փաշինյանի այդ սկանդալային հայտարարությունն են հիշել շատերը, արմավիրցի ընտանիքի կենսական պայմանները
տեսնելուց հետո։ Չնայած ըստ կառավարության ծրագրի մինչև 2026 թվականը ծայրահեղ աղքատությունը պետք է վերացած լիներ Հայաստանում, պաշտոնական վերջին տվյալով հանրապետության բնակիչների 0.6%-ը, մոտավորապես 20,000 մարդ ծայրահեղ աղքատ է։ Սա 2024-ի տվյալն է։ 2025-ի աղքատության մակարդակի մասին պաշտոնական տվյալները հայտնի կդառնան այս նոյեմբերին, երբ վիճակագրական կոմիտեն հրապարակի զեկույցը։ Այս աստիճանի աղքատությունը ամոթա եւ խարանա մեր երկրի եւ մեր ժողովրդի մեր ճակատին, մեր երեսին։ Մենք չենք լինելու աղքատ։ Մենք մեր ոտերի տակ տրորելու ենք մեր աղքատությունը, ջարդուփշուր ենք անելու մեր աղքատությունը։ Ծայրահեղ աղքատությունը վերացնելը ինքը, այդպես ասած, շատ դարակազմիկ խնդիր չէ։ Աղքատությունը վերացնել, այն ոտքերի տակ ջարդուփշուր անել էր խոստանում Նիկոլ Փաշինյանը 2018-ին, 2021-ին, նաև 2026-ին ընտրություններից առաջ։ ՔՊ-ի նախընտրական ցուցակի 5-րդ կետն է տարեկան առնվազն 5%-ով կրճատել աղքատությունը։ Ձեր անձնագրով, պաշտոնի անձնագրով եկել եք որպեսզի քաղաքացու կյանքը բարեկեցիկ դարձնել։ Դուք բարեկեցիկ չեք դարձել։ Վիճակագրական կոմիտեն համառորեն չի հրապարակում Հայաստանում 2025 թվականի աղքատության ցուցանիշը, իսկ 2024-ի տվյալով մեր երկրում աղքատ է բնակչության մոտ 22%-ը, 660,000 մարդ։ Ավելի քան 18,000-ը ծայրահեղ աղքատ է, այսինքն միայն պաշտոնական թվերով Հայաստանում ամեն 4-րդ մարդը աղքատ է։ Պաշտոնական վիճակագրությամբ ստացվում է շուրջ ամեն 4-րդը արդեն աղքատ է ստացվում մեր մոտ, բայց իմ գնահատմամբ ամեն 3-րդ քաղաքացին։ Վիճակագրական ծառայությունը նաև փոխել է հաշվարկման մեթոդաբանությունը եւ իմ գնահատմամբ աղքատությունն ավելի բարձր մակարդակի է։ Փորձագետները նկատում են, որ Հայաստանը բարեկեցիկ դարձնելու խոստումներ տված Փաշինյանը 8 տարի միայն մի թեզ է առաջ տարել, թե ժողովրդի գլխում է աղքատությունը, ինքն ինչ անի։ Աղքատությունը մեր գլուխներում է։ Հետո թե կրթություն չստացածներն են հիմնականում աղքատ։ Որ տասնամյակներով Հայաստանի երեխաները դպրոց չեն ունեցել, հարգելի գործընկերներ։ Հիմա այդ երեխաները մեծացել են, հասուն մարդիկ են եւ պետքա վաստակեն։ Ինչով վաստակեն։ Որ գիտելիքով, որտեղ ստացած գիտելիքով վաստակեն։ Մինչդեռ պաշտոնական թվերը ցույց են տալիս, որ Հայաստանում աղքատ են նաև բուհ ավարտած հազարավոր մարդիկ։ Ըստ վիճակագրական կոմիտեի 2024 թվականին ավելի քան 100,000 բարձրագույն կրթություն ստացած մարդ աղքատ է։ Նրանց ամսական ծախսը չի գերազանցել 53,000 դրամը, ինչը ցածր է նույնիսկ սպառողական զամբյուղից, այն ավելի քան 68,000 դրամ է։ Աղքատության հաղթարման խնդրը դա կառավարության գլխում է ուղիղ, իրանք այդ խնդիր ունեն, որովհետև իրանք վատ կառավարում են եւ իրանք 8 տարվա մեջ նույն կրթական ոլորտում, եթե մենք նայում ենք, գրեթե 0 ներդրում են իրանք կատարել, էլի ինչ են արել, որպեսզի կրթությունն ավելի բարելավեն։ Եթե լիներ աշխատանք, այսինքն աշխատաշուկայում մեծ առաջարկ կա, բայց պահանջարկը չկա։ Այսինքն աշխատատեղերը այդ որպես այդպեսին չկա, որ մարդիկ գնան աշխատեն։ Դրա արդյունքն է դա։ Ըստ 2024 թվականի տվյալների աղքատ է նաև աշխատանք ունեցողների 0.4%-ը։ Մոտ 150,000 աշխատող առաջին անհրաժեշտության ապրանք չի կարողացել գնել։ Այդ ֆոնի վրա իրանց մոտ աճում է պարտքը 8 տարի 8 միլիարդ դոլար։ Մնացորդային ինչ արժեք են ստեղծել։ Թող կանգնեն, ասենք, սուտ գործարանների ուր է իրենց բացած գործարանները։ Ինչ են արել։ Գնալով այդ պարտքը ավելանում է։ Հայաստան խմբակցության падգամավոր Մեսրոպ Մանուկյանի կանխատեսմամբ Հայաստանում աղքատությունը նվազելու միտում չունի։ Հակառակը, հիմա, երբ կառավարությունը ոչինչ չի անում հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի պատժամիջոցները մեղմելու համար, աղքատությունը մեր երկրում, հատկապես գյուղական շրջաններում, սրվելու է։ Լիլիթ Գասպարյան, Առաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հունիսի 7-ի սկանդալային ընտրություններով ձևավորված ազգային ժողովը երկրորդ շաբաթն է շարունակում է բուռն նստաշրջանը։ Աշխատանքը սկսելուց հետո խորհրդարանը նախագահ եւ նախագահի 3 տեղակալ է ընտրել։ Հիմա ընթանում է ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների ձևավորման փուլը։ Ազգային ժողովը պետք է նախ հանձնաժողովների նախագահներին ընտրի։ Միայն թե 2 շաբաթում 12 հանձնաժողովներից միայն 6-ի նախագահների թեկնածությունն է քննարկվել։ Պատգամավորները կքվեարկեն, երբ ավարտվի բոլոր թեկնածուների քննարկումը։ Սովորական աշխատանքային պրոցես թվացող այս իրավիճակի խորքում մեծ խնդիր են տեսնում վերլուծաբանները։ Ըստ սահմանադրության
Գործադիրի կազմավորումից հետո վարչապետը կառավարության ծրագիրը ազգային ժողովին ներկայացնելու դեդլայն ունի օգոստոսի 28-ը։ Մինչ այդ կհասցնի ձևավորվել նաև ազգային ժողովը, Արփի Սուքիասյանի ռեպորտաժում։ Կհաջողվի իշխանությանը ժամկետ չխախտել, խորհրդարան ժամանակին տանել կառավարության կառուցվածքի ծրագրի հարցերը։ Ըստ սահմանադրության 151-րդ հոդվածի կառավարության ծրագիրը վարչապետը պետք է ԱԺ ներկայացնի գործադիրի կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում։ Եթե անգամ կառավարության ծրագիրը պատրաստ է, ԱԺ-ն պատրաստ չէ այն քննարկելու։ Աշխատանքային ավելի քան 10 օրերի ընթացքում օրենսդիրին չի հաջողվել անգամ մշտական հանձնաժողովներ ձևավորել։ 12 հանձնաժողովներից ուղիղ կեսի 6-ի նախագահների թեկնածության հարցն է քննարկվել առանց քվեարկության։ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Վիլեն Գաբրիելյանն է։ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արուսյակ Ջուլհակյանը։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Հայկ Ֆարմանյանն է։ Արտաքին հարաբերություններին է Սարգիս Խանդանյանը։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Բաբկեն Թունյանը։ Խորհրդարանի 3 քաղաքական ուժերը դեռ չեն հայտարարել, թե ովքեր են աշխատանքի եւ բարեկեցության, առողջապահության, եվրոպական ինտեգրման, տարածաշրջանային եւ եվրասիական, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության, ԿԳՄՍ, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների իրենց թեկնածուները։ Հայտնի է միայն, որ ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն քաղաքացիական պայմանագիր, 3-ը ուժեղ Հայաստան, իսկ 1-ը Հայաստան խմբակցությունների ներկայացուցիչները։ Մենք ունենք հետևյալ դիրքորոշումը, եթե լինի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով վերցնել, միայն այդ դեպքում կվերցնենք, մնացած բոլոր դեպքերում չէինք վերցնելու հանձնաժողով ղեկավարի պաշտոնը։ Հայաստան խմբակցությունն ուզում է ղեկավարել մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը։ Ուժեղ Հայաստանը ֆինանսավարկային եւ բյուջետային, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի, եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովները։ Մնացած 8-ը ՔՊԻ-նն են։ Ընդդիմադիրները 10-օրյա քննարկումների ֆոնը հաշվի առնելով կասկածում են, որ իշխանությունը հաշտ կլինի այս պատկերի հետ։ ՔՊ-ն արդեն ասել է, որ օրինակ ֆինանսավարկային կամ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովները ընդդիմադիրների ղեկավարմամբ չի պատկերացնում։ Եթե իրենք պետք է մերժեն ընդդիմության կողմից ներկայացված թեկնածուներին, հետագա մեր գործողություններն էլ համապատասխան պետք է լինի։ Իշխանությունը մերժել է ընդդիմադիր Հայաստան խմբակցության առաջարկը, քվեարկել այն 6 թեկնածուների համար, որոնց թեկնածության հարցն արդեն քննարկվել է։ Հետո անցնել մյուս 6-ի թեկնածության հարցի քննարկմանն ու քվեարկությանը։ Իշխանականներն ուզում են 12 հանձնաժողովների նախագահների հարցը ամբողջությամբ քննարկել, հետո ամբողջությամբ քվեարկել, որ ընդդիմությանը միանգամից փաստի առաջ կանգնեցնեն թեկնածուներին մերժելով։ Իմ ուղղակի դիրքորոշումն այն էր, որ հնարավորինս շուտ ավարտվի գործընթացը ձևավորման պարլամենտի եւ անցնենք բուն աշխատանքների։ Խորհրդարանի հանձնաժողովների ձևավորումը հապաղում է նաև սկանդալների պատճառով։ ՔՊԱ-ականները օրեր են նվիրում ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանից ներողություն պահանջելու թեմային։ Ժամեր ամենայն հայոց կաթողիկոսին անվանարկելուն։ Ընդդիմադիրները արձագանքում են։ Ես վստահ չեմ, որ դա մեր ժողովրդի պահանջն է, այս ազգային ժողովից։ Ստացվում է Հայաստանի օրենսդիր իշխանությունը ձևավորվում ու չի ձևավորվում։ Քաղտեխնոլոգների արձանագրումն է։ Արփի Սուքիասյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Վահան Կոստանյանի եւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի տեղակալ Օլենա Կոնդրատյուկի հանդիպման մասին։ Ըստ գերատեսչության հայ եւ ուկրաինացի պաշտոնյաները Կիևում անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Կարևորելով միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում, Վահան Կոստանյանը եւ Օլենա Կոնդրատյուկը ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի առավել սերտացման, ինչպես նաեւ բազմակողմ խորհրդարանական հարթակներում համագործակցության խորացման կարևորությունը։ Կարդում ենք արտգործնախարարության տարածած տեքստում։ ԱԳՆ-ն հայտնում է, թե տարածաշրջանային եւ միջազգային կարևորության հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել եւ ընդգծվել է կայուն եւ տևական խաղաղության առաջմղման կարևորությունը։
Գլխավոր դատախազությունը չի հաշտվում Միքայել Սրբազանի ազատության հետ եւ ամեն կերպ փորձում է ճաղերի հետևում տեսնել Շիրակի թեմի առաջնորդին։ Միքայել Սրբազանին ազատ արձակելու եւ գործը նոր քննության ուղարկելու վերաքննիչի որոշումից շուրջ 1.5 ամիս անց գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել եւ խնդրել բեկանել վերաքննիչի որոշումը։ Հունիսի 25-ին վերաքննիչ դատարանը բեկանել էր Երևանի դատարանի որոշումն ու Սրբազանի գործն ուղարկել էր Շիրակի մարզի դատարան նոր քննության։ Միքայել arczepiskopos Աջապահյանի փաստաբանները ստացել են դատախազության դիմումը։ Դրանով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկում բողոքարկում է վերաքննիչ քրեական դատարանի 1.5 ամիս առաջ կայացրած որոշումը։ Վերաքննիչը որոշել էր ազատ արձակել Սրբազանին, գործն էլ ուղարկել նոր քննության, այս անգամ Շիրակի մարզի դատարան։ Գործը պետք է ուղարկվի ըստ ընդդատության, այն է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն է այն պատշաճ դատարանը, որ պետք է քննի Միքայել arczepiskopos Աջապահյանի գործը, վստահ են Շիրակի թեմի առաջնորդի պաշտպանները։ Բացատրում են, Միքայել Սրբազանի մեղադրանքի հիմքը իշխանության ենթադրյալ զավթման կոչ պարունակող հարցազրույցը Շիրակի մարզկենտրոն Գյումրիում է եղել։ Ես իշխանության զավթման կոչ չեմ արել։ Նշանակում է, ի սկզբանե Շիրակում պետք է քննվեր գործը, ոչ թե Երևանում։ Ըստ փաստաբան Մարինե Ֆարմանյանի, այս հարցը պաշտպանական թիմը բարձրացրել է Երևանյան դատական նիստի առաջին իսկ օրը։ Վերաքննիչ դատարանը իրավացիորեն գտավ, որ այո, ընդդատության խախտում առկա է, քանի որ տեսագրությունը, որը ներկայացվել է որպես ապացույց, արված է Գյումրի քաղաքում։ Փաստաբանների կարծիքին է վերաքննիչ քրեական դատարանը, բայց գլխավոր դատախազը այլ կերպ է մտածում։ Աննա Վարդապետյանը վճռաբեկ դատարանից խնդրում է բեկանել վերաքննիչի որոշումը։ Գլխավոր դատախազը իր վճռաբեկ բողոքում գտնում է, որ անկախ նրանից, որ տեսագրությունը արված է Գյումրի քաղաքում, այնուամենայնիվ անորոշ է, թե ինչ տարածում ունի, ինչ սփռում ունի, ինչ քանակի դիտողականություն կա։ Դատախազության պատճառաբանությունը ըստ փաստաբանների հետևյալն է. ճիշտ է, Սրբազանը խոսել է Գյումրիում, բայց տեսագրությունը տարածվել է ամբողջ հանրապետությունում։ Ուստի իրավաչափ է Երևանի առաջին ատյանի դատարանի վճիռը, ըստ որի անցած տարվա հոկտեմբերին Միքայել Սրբազանը մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 2 տարվա ազատազրկման։ Շեշտադրում է արված այն հանգամանքին, որ անկախ տեսագրման վայրից հայտնի չէ, անորոշ է, թե ինչ ազդեցության շրջանակ է, լսարանի ինչ շրջանակ է իր մեջ ներառում եւ ինչ քանակությամբ մարդիկ կարող են լսել։ 1 ամիս ունեն փաստաբանները դատախազության բողոքին պատասխան ներկայացնելու համար։ Վճռաբեկ դատարանը 3 ամիս ունի գործը վարույթ ընդունելու համար։ Վարույթ չընդունելու դեպքում վերաքննիչ դատարանի որոշումը օրինական ուժի մեջ կմտնի։ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործի նոր քննություն կսկսի Շիրակի մարզի դատարանը։ Լիլիթ Խալաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Ոստիկանությունը կադրեր է հրապարակել եկեղեցիներից խաչեր գողացած հանցագործների ձերբակալությունից։ 2 մարդու ձերբակալության մասին է հայտնում ոստիկանությունը։ Նրանք Արմավիր քաղաքի բնակիչներ են 30 եւ 38 տարեկան։ Ըստ հաղորդագրության տղամարդիկ եկեղեցիներից գողացել են խաչեր, գավաթներ, մյուրոնի ամաններ եւ եկեղեցական այլ պարագաներ։ Ոստիկանները պարզել են, որ հանցագործները գողոնի մի մասը հասցրել են վաճառել։ Բանակային վերջին 2 ողբերգությունների ֆոնին պաշտպանության նախարարությունը հայտնել է սերժանտների եւ դիրքերի ավակների հետ ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելման թեմայով մի քննարկման մասին։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարն է սերժանտների հետ հանդիպման լուսանկարները հրապարակել։ Քննարկման օրակարգում եղել է ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանը, բանակ թափանցող արատավոր բարքերն արմատախիլ անելուն ուղղված աշխատանքներին վերաբերող հարցեր, գրել է Արամ Թորոսյանը։ Արավոտյան Միկոյան փողոցում 35 համար երթուղին սպասարկող ման մակնիշի ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի։ 50-ամյա վարորդը փախուստի չի դիմել, անմիջապես կանգնեցրել է տրանսպորտային միջոցն ու փորձել առաջին օգնություն ցուցաբերել կնոջը։
Նրան տեղափոխել են հիվանդանոց շտապ օգնության մեքենայով, որը ըստ Երևանի ավտոբուս ընկերության խոսնակի վարորդն ու ուղևորներն են կանչել։ Գեղամ Ասատրյանը Հայլուրին հայտնել է, որ կինը անթույլատրելի հատվածով է փողոցն անցել, նախնական տեղեկությամբ քիթն է վնասվել։ Վրաերթի ենթարկված վարորդն այսօր դադարեցրել է աշխատանքը, քննություն է ընթանում։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարի մեր երկրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2151 վթար է գրանցվել Հայաստանում 2026-ի առաջին 6 ամիսներին։ Այդ պատահարների հետևանքով 114 մարդ է մահացել, ավելի քան 3000-ը վիրավորվել։ Ամենաշատ ՃՏՊ-ները Երևանում են եղել, 847 դեպք է եղել մայրաքաղաքում։ Արցախից տեղահանված մեր այն հայրենակիցները, որոնք վարորդական իրավունքից զրկվել էին, Արցախում կկարողանան վերականգնել վկայականները առանց քննություն հանձնելու։ Ներքին գործերի նախարարն է հայտարարել այդ որոշման մասին։ Նախորդ շաբաթ էին վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները բողոքի ակցիա անում կառավարության մոտ։ Նրանք հիշեցնում էին, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին խոստացել էր, որ նրանք կկարողանան իրենց վարորդական վկայականները վերականգնել առանց կրկնակի քննություն հանձնելու։ Սակայն վարորդները չեն իմացել, որ այդ խոստումը չի վերաբերել արտերկրում, ինչպես նաև Արցախում վարորդական իրավունքից զրկված վարորդներին։ Հաշվի առնելով, որ ստուգված տվյալներով հստակ հաստատվում է անձի վարելու իրավունքի առկայությունը, սակայն ամբողջական չեն վարելու իրավունքից զրկված լինելու, զրկման հիմքերի և ժամկետների վերաբերյալ տվյալները, ստեղծված իրավիճակում որոշում են կայացրել փաստերի ամբողջությունը մեկնաբանել հօգուտ ձեզ և տրամադրել նոր վարորդական իրավունքի վկայականներ։ Այսպիսով, երկուշաբթի օրվանից կարող եք դիմել և ստանալ թվային կամ պլաստիկ վարորդական վկայական առանց քննություն հանձնելու։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ հատվածում։ Մոսկվան երկրորդ շաբաթն է շարունակում է հայտնել ուկրաինական հարձակումներից տուժած երեխաների մասին, տեղեկատվական ինչով է նախապատրաստում Կրեմլը։ Իրանը դեռ որոշում չի կայացրել Միացյալ Նահանգների հետ բանակցությունները վերսկսելու մասին, Արաքչին ակնարկում է Իսլամաբադից դժգոհության մասին։ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չկա։ Երևանին ուրբաթ երեկոյան պատուհասած ուժեղ քամու և տեղատարապ անձրևի հետևանքները փոխհատուցում կստանան տուժած մարդիկ։ Հիմա մեր պետության վրա իհարկե հույս ուներ չի լինի։ Եվ այսպես Ուկրաինայի աննախադեպ օդային գրոհների ֆոնին Ռուսաստանը երկրորդ շաբաթն է շարունակում է հայտնել հարձակումների հետևանքով տուժած երեխաների մասին։ Մերձ Մոսկովյան Շատուր բնակավայրում է 9-ամյա երեխան վիրավորում ստացել ուկրաինական անօդաչուի հարվածից։ Երեխաների թիրախավորման մասին նաև Կիևն է հաղորդում, ըստ ուկրաինական կողմի Դնեպրոպետրովսկին հասցված ռուսական հարվածից 1 երեխա զոհվել է, 2-ը վիրավորվել։ Այս տարվա ամենազանգվածային հարձակումներից մեկն է Ուկրաինան իրականացրել Ռուսաստանի դեմ։ Աննախադեպ 598 ուկրաինական անօդաչու սարք են խոցել ռուսները, դրանցից 8-ը Մոսկվայի մարզում։ Մերձ Մոսկվայում հարձակման հետևանքով կին ու երեխա են տուժել։ Շատուրում տան վրա է ԱԹՍ ընկել, 55-ամյա մի կին և 9-ամյա մի երեխա վիրավոր են, տղային ծանր վիճակում հիվանդանոց են հասցրել։ Որոնեժի մարզի երկնքում 14 ԱԹՍ են ոչնչացրել ռուսական ուժերը, ևս 22-ը Տուլայի շրջանում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց զինուժը Ֆլամինգո հեռահար հրթիռներով հարձակվել է Սամարայի մարզում Ռոսկոսմոս արդյունաբերական ձեռնարկության վրա։ Ուկրաինայի նախագահի խոսքով իրենց զինված ուժերը հարվածել են նաև Նիժնի Նովգորոդի մարզի Սավասլեիկա օդակայանին, որտեղ տեղակայված են ռուսական հրթիռների կրիչները։ Ռուսների հարվածներից Դնեպրոպետրովսկի մարզում նորածին է զոհվել։ Մանգանում բազմաբնակարան շենքում է եղել 3-ամսական տղան։ Նաև 11 մարդ է վիրավորվել, նրանցից 7-ին ծանր վիճակում հոսպիտալացրել են։ Վիրավորների թվում 5 և 12 տարեկան երեխաներ կան։ Խերսոնի ուղղությամբ ռուսական ավիահարվածների հետևանքով տուժածների թիվը հասել է 4-ի, հայտնում է Խերսոնի մարզային ռազմական վարչությունը։ Մի տղամարդ կոնտուզիա է ստացել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական նավահանգիստների վրա հարձակումների մասին։ Օդեսայի նավահանգստում գտնվող օբյեկտը նաև քաղաքից ոչ հեռու Յուժնի նավահանգստի պահեստներն են վնասել ռուսները։ Օդային տագնապ է հայտարարվել առավոտյան։
Կրամատորսկում օգոստոսի 13-ի արձակման տուժածների թիվը հասել է 22-ի, մեկ զոհի մասին է դեռ հայտնի, 24 բազմաբնակարան, 57 առանձնատուն, 25 տրանսպորտային միջոց, սրճարան, խանութ, պահեստներ ու ավտոտնակներ են շարքից հանել ռուսական ուժերը։ Գաნა Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Հորմուզի նեղուցը նահանգների տարածք հայտարարել Իրանի նկատմամբ վերջնական հաղթանակից հետո։ Նեղուցը գրավելու այլ մանրամասներ չի հայտնել Սպիտակ տան ղեկավարը միայն նշել է, որ այս պահին Հորմուզը վերահսկում են այն արգելապակած ամերիկացի զինվորականները։ Հորմուզի նեղուցը չի կարելի նվաճել ոչ թվիթով, ոչ ավիակիրով, ոչ կարգադրությամբ, ոչ էլ նախընտրական ելույթով, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Նրա պնդմամբ նեղուցը կփակվի եւ կբացվի միայն Իրանի հրամանով։ Ոչ պատերազմի, ոչ խաղաղության պայմաններում ապրող Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ են զգում իրանցի փորձագետները։ Պաշտոնական Թեհրանը դեռ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու որոշում չունի։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նախկինում գործող կապի ուղիները կորցրել են արդյունավետությունը։ Միջնորդները Քաթարն ու Պակիստանը հաղորդակցություններ են փոխանակում եւ կապ պահպանում մեզ հետ, բայց դրանք բանակցություններ չեն։ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չկա։ Օմանի հետ մեր ընթացիկ բանակցությունները միանգամայն այլ հարց են։ Դրանք վերաբերում են Հորմուզի նեղուցում նավագնացության ուղիների որոշմանը։ Լիբանանի հարավում Իսրայելի հարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել։ BBC-ն հայտնում է, որ հունիսին ռազմական գործողությունների կրճատման ուղղված համաձայնագրի հայտարարումից ի վեր հարձակումների ամենամահաբեր օրերից մեկն է եղել այսօր։ Լիբանանի վարչապետը հայտարարել է, որ Նաբաթիե շրջանի Անսարի ծայրամասում գտնվող տան վրա կատարված հարվածի հետևանքով 7 մարդ է զոհվել, որոնց թվում պետական լրատվամիջոցների հաղորդմամբ 3 երեխա եւ 2 կին կա։ Այսօր ավելի ուշ մեկ այլ հարված է հասցվել Դեյր Ալ-Զահրանի քաղաքին, ինչի հետևանքով 4 մարդ է մահացել եւ վիրավորվել 5 քաղաքացի։ Ինդոնեզիայում 7.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի։ Ֆլորես կղզու մոտ փրկարարները փորձել են փլատակներից ողջ մարդկանց դուրս բերել։ Ծանր իրավիճակ է եղել Նագեկեո շրջանում։ Այն ամենամոտն է էպիկենտրոնին։ Փրկարարների գործը բարդացնում են սողանքները, որոնց հետևանքով ճանապարհներ են փակվել։ Երկրաշարժից հետո մինչև 6.1 մագնիտուդ հզորությամբ հետցնցումներ են եղել։ Ինդոնեզիայի իշխանությունը հորդորել է աղետի գոտու բնակիչներին ինքնուրույն տարհանվել։ Եղանակային անոմալիա է գրանցվել Մեքսիկայում։ Պոպոկատեպետլ հրաբուխը ուրբաթ ձյունով է ծածկվել։ Խառնարանից ջրային գոլորշի եւ գազերի ամպ է դուրս եկել։ Երկրաբանների խոսքով այս երևույթը բնորոշ չէ տարվա այս եղանակին, սովորաբար օգոստոսին կենտրոնական Մեքսիկան անձրևոտ է լինում, բայց ոչ այնքան սառը, որ հրաբխե սառը ձյունով պատվի։ Մեքսիկայի աղետների կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել է, որ մեկ օրում հրաբուխը 121 անգամ արտաշնչել է։ Մեքսիկայի իշխանությունը հորդորել է մարդկանց հեռու մնալ խառնարանից մինչև 12 կիլոմետր։ Եվ վերջում Երևանն իրար խառնած ուժեղ քամիների մասին։ Ուրբաթ երեկոյան ուժեղ քամին Տիգրան Մեծ պողոտայում փլուզել է շինարարական կառուցատարերը։ Ըստ նախնական տվյալների տուժածներ չկան։ Վնասվել է 4 ավտոմեքենա։ Ուժեղ քամու եւ տեղատարապանձրևի հետևանքով ավերածություններ են եղել կենտրոնում, Նորնորքում, Էրեբունիում, Մալաթիա Սեբաստիայում։ Գույքային վնասներ կրած քաղաքացիները չգիտեն փոխհատուցում կստանան, թե ոչ։ Ուժգին քամին ուրբաթ երեկոյան ծառեր է շուրտվել մայրաքաղաքում, փլուզել երկաթե կառուցատարեր, վնասել ավտոմեքենաներ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, քամու հետևանքով վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր։ Շատ ուժեղ, համ քամի, համ անձրև միասին։ Ահա որ ուժեղ էր, ահա որ եւ նույնիսկ ես վախենում էի մեր տան պատուհանները կարողա ջարդեր։ Անձրևի հետ միասին էր, ինքը բավական ցնցող էր, նույնիսկ չգիտեի ինչ։ Հաստաբուն ծառից միայն արմատներն են մնացել Զաքյան փողոցում։ Բարեբախտաբար տուժած քաղաքացիներ չկան, մարդիկ մի կերպ են տուն հասել աղետալի փոթորկից խուսափելու համար։ Վազնելով Վարդանյանների այգուց, վազնելով ծառերի տակերով, պատերի տակերով։ Եկել եմ մտել եմ տուն ամուսինս ջղայնացավ ասում մի խանութ, մի տեղ, մի պատտակ մտնեիր վայնի։
Տիգրան Մեծի փողոցում ուժեղ քամին ջարդուխուրդ է արել 5 մեքենա, տապալել 4 էլեկտրական սյուն, տրոլեյբուսի լարեր, կաթվածահար արել երթևեկությունը։ Ֆրանսիամոլի հարևանությամբ կառուցվող շենքի երկաթե ցանցե կառուցատարերն են ընկել մեքենաների վրա։ Քաղաքացիները չեն հավատում, որ կառավարությունը կփոխհատուցի վնասները։ Ես մտածում եմ, որ պարտավոր են փոխհատուցեն, չգիտեմ կլինի թե չէ, բայց իրոք պարտավոր են, գիտեմ, որ մեքենաներ են վնասվել։ Ես այժմ հենց հիմա կանգնած եմ այդտեղ ու ասում եմ ինչ լավ է, որ ես երեք այստեղ կանգնած չեմ եղել այդ պահին։ Մարորդը ինչ մեղք ունի, եթե ամուր չեն իրանց կառույցները, եթե մի հատ քամուց պետք է ավիրվի։ Պետությունը պիտի մտածի, որտեղ դա մենց բան է, որ ասենք բոլորի հետ էլ կարա պատահի, բայց մեղք չունի մարդը, որ կանգնել է ու այսպես կարող է ջարդվի իր սեփականությունը։ Հիմա մեր պետության վրա իհարկե հույսում էլ չի լինի։ Ներքին գործերի նախարարությունից Հայլուրին հայտնում են, որ Երևանի կենտրոնից բացի ավերածություններ են եղել Նոր-Նորքում, Էրեբունիում, Մալաթիա Սեբաստիայում, ինչպես նաև Գեղարքունիքում եւ Կոտայքում։ Զարու Իսահակյան, Նորայր Շարբաթյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք